Պարոն Պողոսյան, ես ուզում եմ նաև անդրադառնանք հետևյալ հարցին, ընտրական process-ը պատկերացրեցինք, որովհետև վերջին հաշվով առաջիկա երևի թե սահմանադրական կարգի վերականգնման հնարավորությունը ընտրությունների միջոցով է լինելու, բայց մենք խոսեցինք այն մասին, որ ըստ էության իշխանությունը ամբողջությամբ կենտրոնացել է մեկ անհատի ձեռքում։ Հիմա սա սահմանադրական խնդիր է, թե հենց սահմանադրական կարգի խախտման խնդիր է։ Այսինքն արդյոք մեր սահմանադրությունը այդպիսի հնարավորություն տալիս է, որ մեկ անձը ունենա այսպիսի անսպառ, անվերջանալի իրավունքներ, թե այդ անձը պարզապես յուրացրել է այդ իրավունքները մեկ, արդյոք անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ, հետագայում սահմանադրական կարգի խախտումները բացառելու համար եւ մեկ հարց էլ, որ քաղաքացիները պարբերաբար մոտենում են եւ հնչեցնում են, ինչ անել, որ որևէ ուժ ունենա այնպիսի բացարձակ մեծամասնություն, ինչպիսին մենք ունեցել ենք վերջի երկու գումարման ազգային ժողովներում։ Շատ ճշգրիտ հարցադրումներ են ըստ հերթականության։ Ուրեմն բնականաբար անձը յուրացրել է իշխանությունը, որտեղ երբ որ մենք իմ սկզբնական խոսքում էլ ասացի, երբ որ մենք խոսում ենք սահմանադրական կարգի վերականգնման մասին, մենք ելնում ենք նրանից, որ կա սահմանադրությունում ամրագրված սահմանադրական կարգ, եւ այդ սահմանադրական կարգը չի նախատեսում իշխանության կենտրոնացում մեկ անձի ձեռքում։ Սահմանադրության 4-րդ հոդվածը խոսում է իշխանությունների բաժանման մասին, 6-րդ հոդվածը օրինականության սկզբունքի մասին է խոսում եւ այլն, եւ բնականաբար գործառույթները տարանջատված են։ Հիմա հարցը առաջանում, բայց ինչպես է պետք ունեցել, որ մեկ անձի ձեռքում ըստ էության կենտրոնացված է եւ գործադիր իշխանությունը, եւ օրենսդիր իշխանությունը, եւ հաստատի նաեւ դատական իշխանությունը։ Երբ որ անձը ունենում է սահմանադրական մեծամասնություն պարլամենտում եւ ունենում է այնպիսի մեծամասնություն, որը որևէ ձևով որևէ կերպ չի ցանկանում հակաճառել իր քաղաքական լիդերին, այստեղ սահմանադրությունը ըստ էության անզոր է, որովհետեւ սահմանադրությունը աշխատում է մարդկանց միջոցով։ Եվ երբ որ մենք համեմատում ենք տարբեր կառավարման մոդելները, մենք պարլամենտական մոդել ենք, նախկինում ունեցել ենք կիսանախագահական մոդել, 91-95 թվականներին ունեցել ենք նախագահական մոդել, որևէ տարբերություն այդ առումով չկա։ Նույնիսկ պարլամենտական համակարգում ավելի մեծ է հավանականությունը, որ դու կարող ես փոխել այն անձնիշխան ղեկավարին, որը որ իր ձեռքում կենտրոնացել է ամբողջ իշխանությունը, եթե պարլամենտում կարողանում ես նման մեծամասնություն հավաքել։ Հիմա եթե մենք նախագահական համակարգն ենք վերցնում, տեսեք, Ամերիկայի Միացյալ Նահանգները իշխանությունների տարանջատման դասական մոդել են համարվում, իշխանությունների տարանջատում, checks and balances եւ այլն։ Մենք այսօր տեսնում ենք, որ որևէ իշխանությունների տարանջատում այնտեղ չկա օրենսդրի եւ գործադրի միջեւ, որովհետեւ Սենատում էլ շատ փոքր մեծամասնությամբ մեկ ձայնի, Վենսի ուրեմն ձայների շնորհիվ ըստ էության Տրամպը կարող է առանց կոնգրեսի հարձակվել Վենեսուելայի վրա կամ ցանկացած այլ երկրի վրա։ Այսինքն շատ բան կախված է նրանից, թե ընտրության արդյունքներն ինչպիսին են։ Եթե դու ունես այդպիսի մեծամասնություն, քո նկատմամբ միակ ռեալ վերահսկողության մեխանիզմը անկախ դատական իշխանությունն է։ Հիմա մենք 2015 թվականի փոփոխություններով բազմաթիվ մեխանիզմներ նախատեսեցինք, որպեսզի հնարավորինս դատական իշխանությունը ձերբազատվի գործադիրի ուրեմն ազդեցությունից։ Եթե հիշում եք 95 թվականին այսպիսի մի կոմիկ իրավիճակ էր սահմանադրության, որ հանրապետության նախագահը ուրեմն ըստ էության արդարադատության երաշխավորներ, դատական իշխանության երաշխավորներ, արդարադատության խորհրդի նախագահներ, իր տեղակալները իր իսկ կողմից նշանակված պաշտոնատար անձիկ էին, գլխավոր դատախազն ու արդարադատության նախարարը, այդ արդարադատության խորհուրդը իր ստորագրությամբ, հանրապետության նախագահի ստորագրությամբ, որպես արդարադատության խորհրդի նախագահ իրեն առաջարկում էր դատավորների թեկնածուներ եւ նույն հանրապետության նախագահը արդեն այն մյուս ձեռքով ստորագրում էր այդ դատավորների նշանակումը։ 2005 թվականին մենք փոփոխություններով արդարադատության խորհուրդը դարձրեցինք ավելի հավասարակշռ
ավելի հնարավորություն տվեցինք, որ դատական իշխանությունը ինքը մասնակցություն ունենա դատավորների նշանակման գործընթացին։ 15 թվականի մեխանիզմները էլ ավելի գնացին դատավորների ազդեցության ուժեղացման ուրեմն ուղղությամբ, բայց այդ ամենը որևէ արդյունք չտվեց, եւ ես վստահ եմ, որ եթե տեղի ունենա իշխանափոխություն եւ եթե քաղաքական ուժերը իսկապես քաղաքական կամք ցուցաբերեն, իրենք պետք է արմատական ձևով մոտենան մեր սահմանադրության 7-րդ գլխի, 8-րդ գլխի դրույթներին եւ մտածեն այնպիսի մեխանիզմների մասին, որպիսի իսկապես գործադիր իշխանության ազդեցությունը դատական իշխանության վրա լինի մինիմալ։ Տեսեք, ես եղել եմ 15 թվականի սահմանադրության ստեղծողներից մեկը, հանձնաժողովի անդամ, զեկուցել է մեծ սահմանության նախագիծ ազգային ժողովում եւ ես ասել եմ, որ կատարյալ սահմանադրություններ գոյություն չունեն, չեն կարող լինել, բայց պետք է միշտ ձգտել նրան, որպեսզի այն ամենը, ինչ որ սահմանադրությունում ամրագրված է, կատարվի։ Հիմա մենք տեսնում ենք, որ դատական իշխանությունը եւ առաջին հերթին սահմանադրական դատարանը սահմանադրական փոփոխություններից հետո դարձել է ամբողջությամբ ուրեմն վարչապետի կամակատար։ Նույնիսկ գործեր չի ընդունում քննության, ժամկետները ձգում է տարիներով, այն դեպքում, երբ որ օրենքում շատ հստակ գրված է, ինչ անել այդ մարդկանց հետ։ Ուրեմն տվյալ պարագայում ակնհայտ է, որ սահմանադրական դատարանը ստեղծվել է այսօրվա իշխանության եւ վարչապետի թելադրանքով, բոլոր են դատավորները, որոնք 20 թվականի հակասահմանադրական փոփոխություններից հետո են դարձել սահմանադրական դատարանի դատավոր, իրենք պարտական են իրենց պաշտոնով այդ անձնավորությանը եւ ծառայում են իրեն։ Դատական իշխանությունում ցավոք սրտի հատուկեն դատավորներ են մնացել, որոնք արդարացնում են իրենց կոչումը։ Այս սահմանադրությամբ իրենք պարտավոր են առաջնորդվել սահմանադրությամբ եւ իրականացնել արդարադատություն, բայց իրենք արդարադատություն չեն իրականացնում։ Այդ բոլոր քաղաքավարները ինչպես հայտնվեցին կալանավայրերում, երբ որ դատավորներն են դրա մասին վերջի վերջո իրենց վերդիկտը տալիս։ Կամ ասենք նույն Սամվել Կարապետյանի արարքը բնութագրել որպես սահմանադրական կարգի բռնի ապահովում ոչ, այն դեպքում, երբ որ ինքը ընդհանրապես ասել է, որ մենք մեր ձևով պետք է պաշտպանենք մեր առաքելական եկեղեցին, դա որակել որպես հանցագործություն, մարդուն վերցնել կալանքի, կես տարուց ավելի եւ այլն, այստեղ որևէ սահմանադրական կարգի հոդեր արդեն չկա։ Հետևաբար իմ կարծիքով, եթե մենք խոսում ենք սահմանադրական փոփոխությունների մասին, մենք առաջին հերթին դրան պետք է անդրադառնանք։ Ես գիտեմ, որ կուլուարներում, նաև իմ շրջապատում շատ խոսակցություններ կան այն մասին, որ կառավարման մոդելը պետք է փոխել եւ այլն։ Ուզենամ միայն հարևանցիորեն այդ հարցին անդրադառնալ, կիսանախագահական համակարգին հետ վերադառնալը կործանարար է լինելու երկրի համար, որովհետեւ կիսանախագահական համակարգը ըստ սահմանման նախատեսում է դուալիստական գործադիր իշխանություն, նախագահ եւ վարչապետ։ Թե իրանք ինչպես են իրար հետ իշխանությունը կիսելու, ինչքան են կռվելու, արտաքին քաղաքականության հարցերում ոնց են համաձայնության գալու, վերցրեք նայեք Լեհաստանի օրինակը, հենց այսօրվա Լեհաստանի օրինակը, որը չի կարողանում պայմանավորվել, թե վարչապետը գնա Տրամպի հետ հանդիպման, թե պրեզիդենտը գնա հանդիպման։ Եվ դա նոր չի։ 2017 դեռևս տասնամյակներ առաջ, երբ որ այդ կոնֆլիկտը առաջացավ, ուստի բախտը չի բերում, միշտ ունենում է այնպիսի նախագահներ, որոնք որ իր կուսակցությունից չեն եւ կռիվները գնում են։ Այդ ժամանակ սահմանադրական տրիբունալը Լեհաստանի որոշում կայացրեց, որ առաջին ջութակը վարչապետն է, բայց նախագահները պետք է մասնակցություն ունենան, բայց դրանով դեռ հարցը չլուծվեց։ Հիմա էլ իրենք կռիվ են տալիս։ Կիսանախագահական համակարգին անցումը յուղին անդրամոդարական է։ Նախագահական համակարգում մենք եթե չենք ունենալու նախագահի եւ պարլամենտի մեծամասնության համընկնող, լինելու է այդ ամերիկան այսպես կոչված deadlock-ը եւ այդտեղ նույնպես կառավարումը լինելու է անկառավարելի, այսպես ասենք։ Ամեն մեկը վերմակը քաշելու է իր վրա։ Հիմա Պարլամենտական համակարգում ես կարծում եմ լրացուցիչ մեխանիզմներ հետագայում հնարավոր է գտնել,
որպեսզի վարչապետի գերակա դիրքը մի քիչ թուլացվի, բայց մի քիչի մասին է խոսքը, որովհետև եթե մենք ելնում ենք սահմանադրության տեքստից, սահմանադրությունը նույնիսկ վարչապետին հնարավորություն չի տալիս ռեգուլյար մշտական հիմունքներով նախարարներին ցուցումներ տալու այս կամ այն հարցի վերաբերյալ։ Սահմանության մեջ ուղղակիորեն գրված է, որ յուրաքանչյուր նախարար ինքնուրույն է կառավարության ծրագրի շրջանակներում իրականացնում իր ոլորտի քաղաքականությունը։ Եվ միայն բացառության կարգով է, որ վարչապետը իրավունք ունի այս կամ այն կոնկրետ հարցի վերաբերյալ հանձնարարականներ տալ։ Բայց գնացեք որևէ նախարարի հարցրեք, թե իրենք այդ դրույթին ծանոթ են եւ երբևէ փորձ կատարել են նման բան անելու համար։ Դրա համար, որպեսզի սահմանադրությունը գործի, նաև որոշակի քաղաքական կուլտուրա է, ուրեմն անհրաժեշտ եւ առաջին հերթին այսպես կոչված քաղաքական էլիտայի մոտ։ Տեսեք, սահմանադրության մեջ ընդդիմության իրավունքները այնքան են շատացել, փոքրամասնության իրավունքները, բայց իրենք իջիկ են դառնում, եթե կամայական որոշում է կայացնում, որ ասենք քննիչ հանձնաժողովություն ձևավորվում եւ վերջ։ Պարզապես դու արհամարում ես սահմանադրությունը։ Դրա համար իսկապես մեր այսօրվա քննարկումը սահմանադրական կարգի վերականգնման մասին, որտեղ սահմանադրական կարգը իմ գնահատմամբ առնվազն 2020 թվականի հունիսի 22-ից խանգարվել է, ոչնչացվել է եւ այդ իրավիճակը ել ավելի է խորացել, այսօր մենք իսկապես ունենք անձնիշխանություն։ Սահմանադրությունը, եթե ճիշտ մեխանիզմներ չի նախատեսում, այդ անձնիշխանությանը նպաստում է, բայց մյուս կողմից, եթե դու նախատեսում ես բոլոր մեխանիզմները, նաև հանրապետության նախագահին ես այդ առաքելությունը տալիս, որ ինքը հետևի սահմանադրության պահպանմանը։ Հիմա մենք հիշում ենք, որ մենք Հայաստանի Հանրապետության նախագահն ենք։ Ուր է այդ հանրապետության նախագահը։ Սահմանադրությունը ամեն օր ոտնակոտ է արվում, իր հիմնական առաքելությունը հենց դա է։ Ինքը կարող է խոսել, չէ, բայց չի խոսում։ Որովհետև նույն քաղաքական մեծամասնության անձն է եւ եթե մենք ասում ենք, որ սահմանադրությունը պետք է ապահովի ժողովրդավարությունը, մենք չենք կարող ժողովրդավարության հիմնական կանոնը, մեծամասնության կանոնը դեպի վայր շրջել եւ ասել, չէ, թող փոքրամասնությունը կառավարի։ Այնպես որ կարճ սահմանադրությունը կարևոր է, բայց ցանկացած սահմանադրության իրականացման համար առաջնային դեր է կատարում այն, թե պարլամենտական մեծամասնությունը ինչպիսին է եւ երկրորդը ինչպիսին է տվյալ երկրի քաղաքական վերնախավի քաղաքական մշակույթը։ Մենք երկուսում էլ պրոբլեմներ ենք ունեցել, որովհետեւ եւ 2018 թվականին եւ 2021 թվականին ցավոք սրտի տարբեր պատճառներից ելնելով այսօրվա քաղաքական ուժը ստացել է գեր հզոր մեծամասնություն եւ այդ պարլամենտական մեծամասնության դեմ պայքարը ըստ էության ձախողվել է, որովհետեւ այդ նշված պատճառները հանգեցրել են անձնիշխանության իրականացման։ Մենք հնարավորություն ունենք այս տարի փոխելու այդ իրավիճակը, ինչքանով մենք դա իրականացնենք, կախված է առաջին հերթին նրանից, թե մեր քաղաքական ընդդիմադիր ուժերը ինչպիսի ճիշտ ձևաչափերով կմասնակցեն ընտրություններին եւ ինչպես կկարողանան ընտրազանգվածին բացատրել այն ճակատագրական իրավիճակը, որին բախվել է Հայաստանի Հանրապետությունը այս տարիների ընթացքում եւ հանգուցալուծումը ըստ էության այս տարի պետք է դեպի ունենա։